Հայաստան-Ադրբեջան խաղաղությունն ու տրանսպորտային ուղիների բացումը նոր հնարավորություն են ստեղծելու նաև հանքարդյունաբերության ոլորտի համար։ Ծաղկաձորում հանքարդյունաբերական ֆորումի ժամանակ է հայտարարում Նիկոլ Փաշինյանը։ Միայն թե պետությունն ու մասնավորն ըստ վարչապետի պետք է աշխատեն հանքանյութի մշակման շղթան երկարացնելու ուղղությամբ։ Հիմա մեր երկրից հիմնականում հանքանյութ է արտահանվում։ Պղնձի հանքաքարի արտահանումը մեր երկրի համար իհարկե մեր տնտեսության համար շատ էական նշանակություն ունի, բայց մենք ի վերջո պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի Հայաստանում արդյունավետ պղնձաձուլարան ունենալու պայմանավորվածությունը իրականություն դառնա։ Տնտեսապես ավելի բարդ արտադրանք թողարկելու համար ռազմավարական որոշումներ պետք է կայացվեն, ասում է էկոնոմիկայի նախարարը։ Եթե մենք ուզում ենք պղնձաձուլարան, ապա պետք է էապես ավելացնել արդյունահանման ծավալները, բնականաբար դա կբերի պղնձաձուլարանի լինելիության, դա կբերի ավելի շատ հարկերի, ավելի շատ աշխատատեղերի, ավելի զարգացած տնտեսության, բայց սա հեշտ որոշում չի եւ այս որոշումը բնականաբար պետք է մեր հանրության հետ համատեղ կայացնել։ Չինաստանը եւ Իրանը հետաքրքրված են Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու ներդրումներով։ Ակտիվ փուլում է Ամուլսարի ծրագրի շինարարությունը, թե երբ այն կավարտվի, հստակ ժամկետներ չեն նշվում, ասում են, ամիսների հարց է։ Մոտավորապես 500-550 մարդ աշխատում է տարածքում, մոտավոր 400 ծանր տեխնիկա է աշխատում, հիմնական հանգույցների շինարարությունը ընթանում է։ Պարզվում է քարերի երկիր Հայաստանը քարի դեֆիցիտ ունի։ Սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար մեր երկիրը քար է ներկրում արտերկրից։ Օրինակ բերելով Չինաստանը վարչապետն առաջարկում է քարի արձան դնել։ Հայաստանի 60%-ը երևի տուֆից է պատրաստված, բայց մենք տուֆին մեր հարգանքի турքը նորմալ չենք էլ մատուցում եւ տուֆի արձան կամ մոնումենտ չունենք նույնիսկ եւ որոշեցինք, որ անպայման առաջիկայում Արտիկ համայնքի հետ մենք այս բացը լրացնենք։ Հսկայական խնդիրներ կան նաև ավազի արդյունաբերության ոլորտում։ Այստեղ ահռելի ստվեր կա, ասում է Փաշինյանը։ Էլ չեմ ասում, որ մենք ստեղ պետական անվտանգության երևույթներ, տարածքային ամբողջականության խախտման խնդիրների հետ ենք առաջվում, եւ որ պարզվում է Արաքս գետից մենք ավազ արդյունահանելով մեր երկրի տարածքն ենք կրճատում, ոչ թե մենք, այլ նրանք, ովքեր դա անում են, եւ մենք այստեղ էֆեկտիվ հակազդման մեխանիզմներ շատ չունենք։ Վարչապետն ուշադրություն է հրավիրում հանգամանքին, որ կառավարությունն ու ժողովուրդը մասնաբաժին ունեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում եւ Ամուլսարի հանքում։ 2018-ից 2025 թվականներին նույն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այսինքն նախորդող 7 տարվա համեմատ պետական բյուջեի կատարած վճարումները ավելացել են շուրջ 148%-ով, այսինքն կրկնակիից ավելացել են։ Ժողովուրդն ու պետությունը հիմա ավելի մեծ օգուտներ են ստանում ընդերքից։ Վճարումները դառնում են դպրոցներ, մանկապարտեզներ ու անվտանգություն, վստահեցնում է Փաշինյանը։ Իզաբելլա Հովհաննիսյան, Էպիկենտրոն։